Ցավոք դպրոցներում շրջանառվում են նաև թմրամիջոցներ, անցած տարի էլ դեպքեր գրանցվեցին, այս մասով նախարարությունը ինչ է անում կանխելու համար։ Շնորհակալություն։ Դա շատ կարևոր խնդիր է։ Մենք այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ եւ ապահով կրթության տարի, նպատակ ունենալով նաև բարձրացնել մեր երեխաների իրազեկվածությունը եւ մեր ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերից։ Դա միջգերատեսչական աշխատանք է, այստեղ մենք շատ ակտիվ աշխատում ենք ներքին գործերի նախարարության եւ մյուս գործընկերների հետ։ Եվ պետք է ասեմ, որ պարբերաբար երևի դուք էլ տեսնում եք հաղորդագրություններ թմրանյութերի ինչ-որ խմբաքանակներ գտնելու, դրանք հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասով։ Մենք ինչ կարող եմ ասել, մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որ նկատում են որևէ կասկածելի բան եւ շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն է, մի մաս են, որը չպիտի լինի, բայց կա եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման եւ դրանց իրացման մեջ, օրինակ մենք հիմա քննարկում ենք, նայեք, այստեղ դպրոցի մուտքը չէ, մենք մտանք ուղակի դպրոց, բայց մենք առաջիկայում կունենանք նաեւ դպրոցի մուտքի սահմանափակող հատվածներ, որոնք որ թույլ չեն տա այսպես առանց ուրեմն խոչընդոտի մուտք գործել դպրոց։ Տեսախցիկներով հագեցումը բոլոր դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք է, պարբերական այցերը եւ կապը համայնքային ոստիկանության հետ։ Ես շատ եմ կարևորում համայնքային ոստիկանները այն մարդիկ են, ովքեր իրենք էլ պետք է աչալուրջ լինեն եւ աշխատեն դպրոցների հետ։ Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք, սա պիտի անենք եւ մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք։ Այսօր տեսակ մենք կենսաբանության դասին վնասակար սովորությունների շուրջ նախագիծ էին անում, սա ինչի մասին է։ Նրա մասին է, որ ընտրվում են այն թեմաները, որոնք նաեւ մեր երեխաներին կիրազեկեն վտանգների մասին եւ նաեւ կկանխարգելեն այդ վտանգների նրանց ենթարկվելը։